աղացած միս ունեմ, այսպես գլորիկներ եմ սարքել, հիմա այս թավան մի քիչ տաքանա, ձետ կլցնեմ, այս անգամ լցնելու եմ սովորական արևածաղկի ձետ, ընդհանրապես միշտ ձիթապտղի ձետ եմ օգտագործում, բայց հիմա որ տապակելու եմ դրա համար այս եմ լցնում, մի քիչ տաքանա։ Այս ինդուկցիոն պլիտաները ես հեչ չեմ հավանում, եթե դուք օգտագործում եք, ինձ ասեք, խնդրում եմ, չգիտեմ ինչ եմ սեղմել, միշտ այս կողպեքն եմ միանում, պետք է այդ սեղմեմ մի հատ բացվի, նոր կարողանամ միացնեմ, ինչ պետք է անեմ, որ էլ չմիանա այս կողպեքը, եթե գիտեք գրեք, այդ հանեմ, ահա, հիմա այս գնդիկները կտեղափոխեմ ձեթի մեջ, համով բան եմ պատրաստելու։ Հիմա պետք է բոլոր կողմերից տապակեմ։ Այդպես հնարավորինս բոլոր կողմերից կարմրացնում ենք։ Բրուսելյան կաղամներն էլ լցնեմ խաշվի։ Ես էլ մի բան էլ ես կանեմ, այդպես թեթև կտապակեմ հետո։ Ջրի մեջ աղ չեմ գցել։ Մի անգամից, երբ որ տապակեմ, այդ ժամանակ աղ ու սև պղպեղ կլցնեմ։ Մի անգամից մի քանի բան սարքում եմ։ Իմ սովորությունն է, որ մի անգամից մի քանի ճաշ եփեմ։ Այստեղ կանաչ լոբի եմ տապակում, առանց ձվի եմ անելու։ Մաքրել եմ կարմիր պղպեղ քաղցր ու ահա ու ոչ մի բան, քաղցր կարմիր պղպեղ կլցնեմ, վերջում լավ կանաչի կլցնեմ, սխտորի մի քիչ կլցնեմ։ Այս կաղամները լավ խաշել եմ։ Աղ ու սև պղպեղ եմ ավելացրել, քանի րոպե այսպես կտապակվի ու կանջատեմ։ Կարմիր պղպեղ կավելացնեմ լոբու վրա, շատ համով է լինում, որ պղպեղ ենք լցնում լոբու հետ։ Այստեղ հնդկածավար պատրաստեցի, բրինձը 3 բանից է մնացել, հետը բրուսելյան կաղամ, լոբին շուտով պատրաստ կլինի, հիմա էլ պատրաստենք մսով կոլոլակները։ Ձեթ եմ լցնում, կավելացնեմ սոխը, այս շատ չեմ տապակելու, հիմա սրա վրա կավելացնեմ սխտոր, բացած տոմատի մազուկ ունեմ, այդ կավելացնեմ, կծու աչիկա կավելացնեմ, եռացրած ջուր, ահա, հիմա այս կոլոլակները կավելացնեմ այստեղ, միսը ֆարշը համեմված էր, հիմա ջուր եմ այստեղ լցրել, դրա համար մի փոքր աղ կլցնեմ, կարմիր պղպեղ, մի քիչ օրեգանո, ցիտրոն կլցնեմ, համեմունքները արդեն այս ճաշակի, ով ինչ կուզենա այն էլ թող լցնի, մի քիչ չորացրած ռեհա, վերջում թարմ կանաչել եմ լցնելու, կծածկեմ, թող եփվի, չմոռանանք, որ միսը եփված չի, ուղղակի կողքերից մի քիչ տապակել էի, ոնց որ թե արդեն պատրաստ է, նայեք ինչ լավ, այս կարել այդ սոուսն էլ, այս հյութն էլ լցնել հնդկածավարի բրինձի վրա ուտել, կարել է պյուրեի հետ պատրաստել, շպագետի հետ պատրաստել, ով ոնց կցանկանա, ասեցի ձեր հետ կիսվեմ, հիմա կանաչի լցնեմ ու անջատեմ,
Վերջ, ես էլ պատրաստ, կարծում եմ կհավանեք, կգրեք ձեր կարծիքը իմ բաղադրատոմսի մասին, մի անգամ էլ եմ ես պատրաստել ու նկարել եմ, շատ էինք հավանել, դրա համար ասեցի այսօր էլ պատրաստեմ, ձեզ էլ ցույց տամ։ Մնաց կանաչ լոբին, զու չեմ լցնելու, հենց այսպես պետք է թողնեմ, մաղադանոց լցնեմ ու անջատեմ։ Առանց ծվի կարելի է, եթե ուզում եք դուք ձու լցնեք։ Ես իհարկե այսպես շատ հազվադեպ եմ անում առանց ծվի, հիմնականում ծվով եմ անում։ Բարի սիրելի բարեկամներ, լավ ցուրտ է, լավ, +2 աստիճաններ, հիմա 4 է, +4 է, շատ ցուրտ, ձեռնոց բայց մոռացա վերցնել, շարֆ վերցրի, 5 օրվանից ոնց որ գիշերները մինուս է իջնելու, բայց մի 3 օր է տալիս, -1, -2, -3, դե ձմեռ է սկսվում, նորմալ արդեն նոյեմբերի վերջերն է մոտենում, ասում եմ, որ մարդը ստեղծել է ապարատուրան, տեխնիկան, որ հանկարծ փչանա մարդը ինչ պետք է անի, ու այդ իրա մարդու ստեղծածը իրա դեմ է հետո դուրս գալու, չէ, հիմա ինչ ասես, հիմա նայում եմ, այստեղ պետք է գրեր գնալու ժամը, գնաս քանիսին է գնալու ու ինչ որ էրոր էր, սխալ էր ինչ որ։ Ինչ պետք է անեն մարդիկ, ամեջ կխառնվի իրար, թռիչքները, երթևեկությունը, ամեն ինչ։ Այսօր օրը 3-շաբթի է, առավոտ ժամը 8-ին արթնացել եմ ու հիշել, որ պետք է ադմինիստրատիվ գործ ունեմ անելու, որ պետք է անեի, ոնց որ հիշում էի ու իրիկունները, որ պետք է անեի, ուրիշ բան էի անում, չէի հիշում, կարճ ասած, այսինքն ինչ էի անելու, այստեղ որ տուն ենք առնում, հիպոթեք, պարտադիր պետք է ունենանք հակահրդեհային ապահովագրություն, այդ չնայած կապ չունի, առնում են, չեն առնում, այսինքն բոլոր տները ունեն հակահրդեհային ապահովագրություն, պարտադիր է այդ, դե մենք էլ որ մենք առանք, էլի մենք էլ ունեցանք ապահովագրություն, հետո Աշոտը որ մեքենայի ապահովագրությունը փոխեց, որոշեցինք տան ապահովագրությունն էլ տանենք այդ նույն տեղը, որ մեր համար ավելի հեշտ լինի։ Այդպես պետք է այս նոր ապահովագրության համարը ոնց որ տայի բանկին։ Առավոտ ժամ 8-ին արթնացել էտել եմ արել, պետք է այնտեղ համար կար, որ պետք է լրացնեի, անգիր չէի հիշում, ասեցի իջնեմ ներքև, նայեմ լրացնեմ, իջա այդ համարն եմ նայում թղթերի մեջ, այդ պահին Քսենյան եկել է կողքս ու համբերատար սպասում է, հասկանում եմ ինչի համար, բարձրացել է դիվանի վրա ու սպասում է։ Ուզում է գիրկս նստի, բայց ես էլ գիտեմ, որ թողնեմ գիրկս նստի, երկար կնստի ու չի իջնի, պետք է զորով իջացնեմ։ Տեսա, որ բան չեմ անում, թաթը բերեց, այսպես ոտքերից մի հատ դրեց, էլի հասկացրեց, ես էլ չթողեցի, բան չարեցի, չթողեցի, որ գա նստի, այսինքն ոչ թե չթողեցի իրան վանեցի, ոչ ման չարեցի, որ գա նստի, դրա համար թողեց գնաց վերև, վայ Քսենիա, այն որ երեխեքը գալիս ձեռը պարզում ասում են գրկի ինձ, հիմա Քսենյան էլ եկել ասում էր թող կամ գիրկը նստեմ, կամ փափուկ տակուկ Քսենյան։ Այդպես թանկագին բարեկամներ, մի շաբաթ գործադուլ է լինելու 3 օր, 2 շաբթի, 3 շաբթի, 4 շաբթի, ամեն օրը, այդ նշված օրերից ամեն օրը արմիության տարբեր ճյուղերն են անելու, կոնկրետ մերը, այս խանութներ բան, 4 շաբթի օրն է, այդ օրը գործի չեմ գնա, ես արդեն նշել եմ, որ գնալու եմ գործադուլի, եթե Աշոտը իմ հետ գա, հաստատ կգնանք գործադուլի, եթե մենակ դժվար գնամ, չգիտեմ, բայց այդպես իրավունք կա, էլի, որ գործի չգնաս, նշես, ասենք, որ գործի չես գնալու, որովհետև գնալու ես գործադուլ, ու իրականում էլ չգնաս գործադուլ, այնտեղ օնլայն ենք լրացնում այդ ամեն ինչը, կետերը հենց այդպես էր, այնքան հետաքրքիր էր, դրան հետո կանդրադառնամ, կպատմեմ հետո դրա մասին, որտեղ իրոք հետաքրքիր էր նաև իմ համար։ Այդպես իմ թանկագին բարեկամներ, էլ ինչ կա մեր մոտ, 3-2 շաբթի էր, ծանրաբեռնված օր էր իմ համար, ինչ որտեղ նաև որ գործի են գնում, ոնց որ հանգստանանք,
Հա, դե հոգնում ենք բնականաբար գործի տեղը, բայց արդեն ուզած մենակ այդտեղ ես, մենակ այդ գործով ես զբաղված։ Իսկ տանը 1000 ու մի բան կա անելու, 1000 ու մի դրսի գործերը հատկապես շատ են էլի ժամանակ խլում։ Այնտեղ որ տրամվայից իջնում գնում եմ, համարյա մեր խանութ այնա գնացքը հաղորդեց։ Մեր խանութ չհասած մի խանութ կա, ուզում եմ մտնեմ, հանկարծ երեք տեսա, որ յուղաթուղթը վերջացել է ու շատ ենք օգտագործում։ Այդտեղ որ հասցնեմ մտնեմ արագ յուղաթուղթը ֆուլ կա, կառնեմ նոր գնամ։ Էլի ոստիկանություն մեր խանութի դիմացը կանգնած շատ է պատամ, այսպես որ գալիս եմ գործի, կող եմ բռնած լինում, մեքենան կանգնած է լինում։ Այդ կողերին որ բռնում են, նախկինում ասում էին ուզում ես առնես, իսկ հիմա չեն ասում ուզում ես առնես, արդեն հիմա պարտավոր են առնեն։ Եթե չառնեն, ուրեմն արդեն տուգանք է գալիս ու գործ են բացում վրաները։ Այնպես որ այդ էլ մեր կողերի պատմությունը ինչ որ հաճախակի է լինում մեր խանութում։ Էլ չգիտեմ, որ ամենտեղ կամերա կա, տեսնում են։ Պատկերացրեք ինչ ախորժակով եկել են, որ գողություն անեն, էլ չգիտեմ, որ հիմա ստիպված այդ ամեն ինչը պետք է առնեն, որովհետև մարդկա շատ է գողանում, օրինակ կարող է 1000 եվրոյի ու ինքը այդ կանը պետք է առնի, չի կարա չառնի։ Էլ չեն մտածում, որ էժան է խանութում, համել զեղչ շատ է լինում։ Բարլուս ժողովուրդ ջան, այսօր արդեն չորեքշաբթի է, արև դուրս եկավ, ցուրտ է, 6 աստիճան է, 6.5 ու լավ ցուրտ է, լավ խոնավ է, բայց արև որ դուրս է գալիս մի քիչ լավ է, էլի, մի քիչ ջերմացնում է, մի քիչ սրտներս բացում է։ Բրուսելի գնացքն է գալիս, իմ գնացքը, մեր ինչով որ գնալու եմ այդ գնացքը, դեռ ինչքան 5 րոպե ժամանակ կա, որ կա։ Երեք իրիկուն գործից տուն գալուց գնացքի մեջ մի երկու նստարան են կողմ նստած մի կին կար, խառնված իրար ասում է, «Էս որտեղ ենք, էս որտեղ ենք»։
բան չէր երևում դուրսը։ Ես էլ մի անգամից իմ այս շորերը հակաբաճկոն բան հակա, ասեց որ չի երևում որ տեսնեմ որտեղ ենք, մի անգամից իջնեմ։ Մութ էր, վախենում էր գնացքը անցած լինի կանգառից։ Հետո բարձվեց իմ հետ մեր քաղաքում է իջնելու։ Տեսա չէ, չենք անցել մեր քաղաքում ենք, ասեցի, աստում ենք, ասեց, հա հիմա աստում ենք, ասի հա, ասում հա, ես գիտեմ արդեն անցել ենք, հասել ենք Դենդերլիո, հաջորդ կանգառը, ասեցի չէ, չենք անցել, պետք է ուշադիր լինենք, եթե զբաղված ենք լինում մի բանով, կարող անցնենք կանգառից ու չտեսնենք։ Այդպես իմ սիրելի բարեկամներ, այս մի երկու օրը խանութում հանգիստ է, եղանակի հետ կապված շատ մարդ չի գալիս։ Երեք համարյա ամբողջ օրը կանացի պիժամաներն եմ ծալել, այնքան էլ սիրուն պիժամաներ կան, շատ, մեր խանութի պիժամաները, որակները լավն են, շատ են առնում, ամեն սեզոնի դեյտ, սեզոնի բաներն են շատ գալիս առնում, խառնում, ես դե որ մանկական բաժնում եմ աշխատում, մտածեմ հա դե երևի այնտեղ շորերը փոքր են, երեխեքն էլ են ձեռ տալիս, դրա համար է խառնվում, բայց չէ, այստեղ էլ կանայք են, հասուն կանայք են նայում, բայց լավ խառնում, թողնում գնում են։ Դե հա, բնական է, հո չեն ծալելու իրանցից հետո բացի դրանց սեղանների վրա որ շատ է լցրած, իրանք էլ մեղավոր չեն։ Ուզում եմ մի բան վերցնեն, արդեն թափվում է։ Այդպես ուզում եմ ասեմ, շատ սիրուն պիժամաներ կան մեր խանութում։ Իհարկե հիմնականում մատերիալները պոլիեստեր, վիսկոս կամեջները, կա որ մաքուր բամբա կա, բայց մարդկային սինթետիկ բաները առնում են, ոնց են քնում դրա մեջ ես չգիտեմ, այն որ ձեռ ես տալիս արդեն ճռճռում է մի ձևի, ոնց որ պլաստիկից սարքած լինի, բայց առնում են մարդիկ, կարևորը տաք լինեն երևի, թե ինչի մեջ կքնեն կարևոր չի։ Գործի ժամանակ տեսա սիրուն եղնիկներ են ստացել, նոր տարվա զարդարանքներ էլ իսկական եղնիկներ չէ, հաղորդեց գնացքը։ Գործից հետո էլ չհասրի գնամ նայեմ, կա թե չէ, այսօր պետք է նայեմ, եթե կա մի հատ առնեմ, շատ սիրուն էին ու չափերն էլ լավն էին, սպիտակ եղնիկներ էին, ոսկեզօծ եղջյուրներով։ Արևը կոր ավելի մռտնեց, անձրև է գալու։ Քսան րոպե ունեի, բայց չմտա, չնայեցի այդ եղնիկը, որ ասում էի, որ արագ չանեի, էլի շատ հասցնեի այստեղ պատրաստվեի գործին, ասում եմ, ես մեր մենեջերները, այն ամենաբարձր մենեջերներն անգամ որ տեսնում են, չէ, այնքան բարձ ու հասարակ են, այստեղ ընդունված է իրար սխատ են անվանում, ոնց որ մենք կյանք ենք ասում, չնայած թարգմանաբար սխատը գանձ է նշանակում, մենք էլ ենք, չէ, մեր մոտիկներին ասում կյանք, այսպես մեր երեխեք իման, այստեղ մեր մենեջերները որ տեսնում են, չէ, այդպես են բարևում, հալո սխատ, ու չես զգում էլի այդ տարբերությունը մենեջերը կամ մեր նման սովորական հասարակ աշխատող, այսինքն այդ հավասարությունը ինչ շատ կարևոր է, էլի, չեն փքվում, բան անում իրանց, որ իրանք մենեջեր են, իրանց պաշտոնը մի քիչ ավելի բարձր է, քան մերը։ Այդ ես շատ եմ գնահատում, շատ այդ հասարակ լինել է, էլի, երևի այդ էլ արդեն մարդու կրթվածությանը մակարդակի հարց է։ Այդպես թանկագին բարեկամներ, հիմա ես կարդամ ձեր մեկնաբանությունները ու պատրաստվեմ գործի։ Այս ծաղկամանները սիրուն են, այս կլորը հատկապես, այս մի ձևը ես այդքան չեմ սիրում։ Այստեղ տարբեր էսա մոմակալներ։ Այս էլ ինչ տեսակ աման ասես կտեսնես։ Ինչքան տեղ պետք է ունենա մարդ տանը, որ ասենք ինչ դուրը գա առնի։ Սրանք էլ են սիրում, բայց ես ավելի շատ ոնց որ սպիտակ եմ ուզում առնեմ այս տարի։ Այստեղ մոմեր կա, մոմերը նայեք ինչ ձևի մոմեր են։ Ոչ ստանդարտ։ Նայենք էլ ինչ կա այս կողմերում։ Էլի ծաղկամաններ։
այս ամբողջ պատը մոմեր են։ Ես պետք է ժամանակ լինի, որ մարդ հանգիստ նայի, ինձ քիչ ժամանակ ունեմ հիմա նայելու համար։ Այս կողմում կախիչներ, մեր խանութի կախիչները լավն են փայտից, գինն էլ հարմար շատ։ Այստեղ էլ մկրատներ, մետր, ռեզին, կարուձևի բաներ, ոյ թաշկինակ, կողպեկ, սրանք էլ հեծանվի լույսեր են։ Այս կողմում հագուստեղեն են, համ կանանց հագուստեղեն կա, համ տղամարդկանց, համ էլ երեխաների համար, սպիտակեղեն, բայց գները ահագին բարձր են այստեղ։ Մեր խանութից որ առել էին սպիտակեղենը, սավաններ, բան այնքան լավն են, շատ հավանում ենք։ Այս կողմում էլ վարագույրներն են, գները որտեղ է հետաքրքիր գրված, այսա 22.99 մի հատը։ Լվացքի տոպրակներ են մեքենա գցելու համար, առել էինք ունենք սրանցից, այդպես չենք էլ օգտագործում, հա։ Թերմոսներ, սպունգներ, մաքրության համար բաներ, այստեղ հատակը սրբելու շորեր, այս հարթուկի սեղան ինչ էլ մեծ է, հինը, բայց որտեղ է չտեսա, չերևաց։ Մի քիչ էլ այս կողմը նայեմ ու դուրս գամ, կանացի հագուստները, սվիտրները, 35 եվրո։ Մանկական սվիտրները նոր տարվա։ Իրիկունները մեր քաղաքում հետ չեն քայլում։ Հիմա արդեն ժամը 5:30 է։ Հա, այստեղ մի երկու զարդար լույս դրել են։ Զարդարանք որն է, մի երկու հատ նոր տարվա լույսեր են դրել։ Էսա։ Տեսենք է պետք է զարդարեն։ Այստեղ քար կար դրած, հանել են, ես չէի նկատել, չնայած այս կողմերով երբեմն ասում որ նկատեմ։ Խանութները մեծ մասը փակ են արդեն։ Այս կապույտ տոպրակների օրնա վաղ 3 շաբթի գնամ մերն էլ դուրս տնեմ։ Հեծանվորդներ են այստեղ, մենակ մեքենաներ չի կարելի։ Սև ուրբաթի համար արդեն զեղչեր են սկսել։ Խանութներ կան, վրան 25%, 30% գրած է։ Բայց այն խանութներ են, որ այնքան բարձր են գները, որ այդ 25-30% էլ չի զգացվում։ Գնի մեջ տարբերություն։ Հենց այստեղից անցնում եմ, կենտրոնն է այս, հիշում եմ, որ մի անգամ մի հատ խանութ կար, մտա ուրիշ ազգեր այդ աղջիկը, այդ ժամանակ մտածում էի կարելի է ինչ-որ խանութ բացել այստեղ, այդ ուղղությամբ էի մտածում, ու ուրեմն բանը, մտա այդ խանութ, այդ աղջիկան ասում եմ տեղացուն հարցնեի չէր ասի, այդ աղջիկան հարցում եմ ոնց է ձեռ տալիս այստեղ խանութ ունենալը,
ասма չէ, բացարձակ չի, ասма այս քաղաքում ձեռ չի տալիս, որովհետև ասма շատ ռասիստ են այստեղ մարդիկ, ասма հենց տեսնում են ուրիշ ազգ են, չեն մտնում ներս, ասма կոշիկներ էր ինքը վաճառում, մի անգամ ասма մի հատ բելգիացի մարդ էր դուռը բացեց, ետևից էլ աղջիկներ ոնց որ, ասма այդ աղջիկը տեսա, որ ես ուրիշ ազգ եմ, ասма ներս չմտավ, ասма հերն ասեց արի, այսա կոշիկ նայենք, ասма չմտավ ներս, այդքան ռասիստ են ու փակել այն ժամանակ էլ ասեց, որ պետք է փակեմ գնամ Բրյուսել, փակել գնացել է Աննա Լուսիա Մարիա ինչ էր ես չիմացա այդ սիրուն անունները գրած էին Աննա Լուսիա Մարիա այն անգամ որ Լիդլում տեսա այս ծաղիկներից էին այդ դրանց հետո չեմ գնացել այսօր էի ազատ պետք է այսօր գնայի անելի չեմ գնացել որովհետև շատ զբաղված է ոնց որ վրան սառած բաներ փայել են կարող է ջուրնա սառել բայց մինուս չի երևի նոր են ջրել